Երկար օրեր է մաղթում ամենայն հայոց կաթողիկոսին Մարսելի հայկական համայնքը։ Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր հետո է հավատացյալների մեծ բազմությունը հավաքվել Մարսելի սրբոց թարգմանչած եկեղեցու բակում վեհափառին դիմավորելու։ Ներկա է եւ եկեղեցում, այնուհետեւ եկեղեցու սուրբ եւ շատ մեծ ոգևորվածությամբ հոնարաբար եւ անհանգստությամբ հայոց եկեղեցու հանդեպ հալածանքների կոնտեքստում անհանգստությամբ էր հայ համայնքը դիմավորում կաթողիկոսին։ Հավատացյալներն օրհնություն են խնդրել Գարեգին II-ից, նրան ուղեկցել եկեղեցի։ Ես անձամբ ստացա կաթողիկոսի օրհնությունը, բայց այնքան շատ մարդ կար, որ ես չկարողացա մոտենալ վեհափառին եւ ցավում եմ։ Եկեղեցում հայոց հայրապետը աղոթք է հնչեցրել հավատացյալների համար, հետո հայրապետական падգամում խիստ մտահոգիչ անվանել Հայաստանի իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Այսօր նույնպես մեր հայրենիքը եւ հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Կրկին Արցախի ու արցախցիների իրավունքների մասին է խոսել, ինչպես մայիսի 27-ին Բեռնում։ Սիրելի ներկաներ։ Դրանից 2 օր չանցած Փաշինյանը եկեղեցիները չուլանացված անվանելով սկսել էր հակաեկեղեցական արշավը։ Անցող 5 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի, Արցախի հայրաթափման եւ մեր հոգեվոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս անհոսում են ազգիս զավակների սրտեր։ Միաբանության, տոկունության եւ պայքարի ուղերձ համախմբելով հայ ժողովուրդը հայ առաքելական սուրբ եկեղեցու մայրաթորություն։ Վեհափառի ուղերձը լսած Մարսելի հայերը գիտեն ինչ է այսօր կատարվում Հայաստանում։ Մարիամ Խատլամաջյանը դա հակահայկական արշավ է անվանում։ Հուզմունքով եւ սարսափով է դիտում, կարելի ասել հերվից մենք դիտում ենք, կարծում ենք ինչ է կատարվում Հայաստանում։ Սա աննախադեպ հալածանքներն են, որոնք հիշեցնում են իհարկե սովետական տարիների հալածանքներին, բայց դրանք էլ ավելին են, որովհետեւ հայկական պետության կողմից են կատարվում այս հակահայկական արշավը։ Մարսելի հայկական համայնքն ամեն ինչ արել է վեհափառին ցույց տալու, որ սատարում է նրան, կաթողիկոսի հուզմունքն է նկատել Մարիամը։ Մեծ հուզմունք էր դա եւ փոխադարձ վեհափառ հայրը նույնպես հուզված էր այդ ընդունելությունից, կարող եմ ասել։ Այսօր մեծ ուրախությամբ Մարսելի համազգային ճեմարանում են դիմավորել Գարեգին II-ին։ Ասազօրնական վեհափառներ, բարի եկած համազգային ճեմարան։ Հայրապետական ողջույնից բացի նաև սկաուտական ողջույն է ստացել կաթողիկոսը։ Այսօր Մարսելի կարդինալի հետ խաչքարերի օծման արարողությունից հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածին կվերադառնա կաթողիկոսը։ Ալբերտ Սերոբյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։